Եկեք ծանոթանանք միավորներ, տասնյակներ, հարյուրավորներ տերմիններին։ Այսպես մոտեցնեմ։ Հիմա հաշվենք 1, 2, 3, 4։ Ստացվեց, որ այստեղ ունենք 4 գունդ։ Դրա համար եղավ միավորներ։ Եկեք ֆիքսենք։ Միավորներ, որ թվերն են 1-ից 9 թվանշանները միավորներ են, երբ որ գրվում է միավորների շարքում։ Միավորների տեղը միավորների դիրքում։ Անցնենք արդեն տասնավորների հասկացողությանը, տերմինին։ Եկեք նորից հաշվենք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Ստացվեց, որ այստեղ ունենք 10 գունդ։ Հետևաբար ունենք 1 տասնյակ։ Այս շարքում ունենք 1 տասնյակ գունդ կամ 10 միավոր, 10 հատ գունդ։ Հետևաբար այս շարքում ևս կա 10 գունդ։ 10։ Հետևաբար այստեղ կա 1 տասնյակ, քանի որ 1 տասնյակը 10 միավորն է։ Այս շարքում ևս կա 10 գունդ, հետևաբար ունենք ևս 1 տասնյակ։ Ստացվեց, որ ունենք 30 գունդ կամ 3 տասնյակ։ Իսկ այստեղ կգրեմ 4 միավոր մ, կրճատենք։ Անցնենք հիմա հաջորդ տերմինին ծանոթանալու, հարյուրյակներ։ Հիմա այստեղ էլ որ հաշվենք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, եղավ 1 տասնյակ։ Եկեք հիմա հաշվենք, թե այստեղ, այսպես նշեմ, քանի տասնյակ կա։ 1, 1 վայրկյան, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Ստացվեց, որ կա 10 հատ 1 տասնյակ։ 1 տասնյակը քանի միավոր է։ 10 միավոր, ճիշտ է։ Այստեղ ունենք 1 տասնյակ, 1 տասնյակ և այդպես շարունակ։ 1 տասնյակ, 10 միավոր, 10 միավոր և այդպես շարունակ 10 միավոր։ Հետևաբար մենք այստեղ ունենք 100 միավոր։ Եթե այստեղ կա արդեն 100 միավոր, այստեղ, եթե նորից հաշվենք այս ամբողջը, այստեղ էլ կա 100 միավոր։ Էլի նույն կերպ։ Այսինքն ունենք, նայեք, այսպես ցույց տամ, 2 հատ, սա առաջինն է, այսպես ցույց տամ, սա երկրորդը, 2 հատ 100 միավոր, 2 տասնյակ, հետևաբար 2 տ։ Այս ամենից զատ մենք ստացանք մեր եռանիշ թիվը,
234, 2 հարյուրյակ, 3 տասնյակ և 4 միավոր։ Երկուսը հարյուրավորների դիրքում է, 3-ը տասնավորների, 4-ը միավորների։ Պետք է ուղղակի ֆիքսել, անգիր անել։ Այստեղ ուրիշ ոչինչ բարդ բան չկա։